բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար եւ այսպես քաղաքային խնդիրների միջև կանդրադառնանք, սկսենք այս խայտարակությունից, իրականում ազգային խայտարակության օրեր ենք ապրում, վեհապար Հայրապետի քրեական հետապնդում սկսեցի նկատմամբ եւ որպեսզի թույլ չտա վերջինս կաղանա գլխավորել եպիսկոպոսական ժողովը, որը պետք է անցկացվեր Ավստրիայում եւ այսօրվանից մեկնարկում է 3 օր։ Խնդրեմ ես անամոթության հետ կապված ձեր տեսակետը, ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը վերջերս, օտարերկրյա պետությունը եկեղեցին այսօր մեր պետության ներսում, գանձագողության մեջ էր ուզում մեղադրել վեհապար, որ է, խնդրեմ։ Իսլամի, ծայրահեղ իսլամի հետ էր կապում։ Այո։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Շատ ամոթալի շրջան ենք ապրում, այո, շատ խայտառակ շրջան ենք ապրում։ Մի ազգ, որ առաջինն է ընդունել քրիստոնեությունը, այսօր ամբողջ աշխարհով խայտառակ է լինում, ինչ որ մի հոգու եւ դրա կողքը հավաքված ինչ որ խմբակի պատճառով, ինչ որ դրանց պահվածքի եւ դրանց հայտարարությունների պատճառով։ Ուրեմն տեսեք, հայ առաքելական եկեղեցուն մեկ Փաշազադեն էր անցած տարի անվանում, ուրեմն որ տարածաշրջանի վտանգ է սպառնում հայ առաքելական եկեղեցին։ Մեկ էլ էս վերջերս Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցում հայ առաքելական եկեղեցուն համեմատեց ծայրահեղ իսլամի հետ, տերորիստների հետ։ Պատկերացնում եք, խոսները մեկ են արել այս մարդիկ, խոսները մեկ են արել ու արդեն առանց ինչ որ մտածելու, առանց վարանելու հարձակվել եկեղեցու վրա, հարձակվել եկեղեցիականների վրա, հարձակվել վեհապարի վրա։ Սա ամոթ է։ Դու տարել վեհապարին, տարել հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսին, առաջնորդին համեմատում ես ծայրահեղ իսլամի հետ, ծայրահեղ իսլամի այդ ուրեմն տերորիստների հետ, դա խայտառակություն է։ Այս մարդիկ հարձակվել են եկեղեցու վրա ու սրանց արած քայլերը մի բան հիշեցնեմ, Արշակ Սրբազանին մեղադրում էին ինչ որ տեսանյութ էին հրապարակել, մեղադրում էին ինչ որ կեղծ բանի մեջ, պարզվեց, որ այդ տեսանյութը կեղծ է։ Երեք պարզեց, որ այդ տեսանյութը փորձաքննություն է անցել ոչ Հայաստանում։ Մի քանի փորձաքննություն է անցել, ու պարզվեց այդ սարքած վիդեո է եղել, ժողովուրդ ջան։ Այդ տենց են ձեզ խաբել։ Արշակ Սրբազանին մեղադրում են հիմա էլ ուրիշի ջեբը պլանկ գցելու մեջ, պլանկ գցողները, այն ուրիշի ջեբը պլանկ գցողները, շատ կներեք այսպեսի խոսույթով ասելու համար, բայց տենց է դառնում, ուրիշի գրպանը նարկոտիկ գցողները Արշակ Սրբազանին մեղադրում են ուրիշի գրպանը նարկոտիկ գցելու մեջ, պատկերացնում եք։ Նորից եմ կրկնում, խայտառակ շրջան ենք ապրում, բայց ես համոզված եմ, ես վստահ եմ հայ առաքելական եկեղեցին պատվով է դուրս գալու, հայ առաքելական եկեղեցին հաղթած է դուրս գալու, ու ես հաղթանակը լինելու ամբողջ հայ ազգի հաղթանակը, ամբողջ հայ ազգի հաղթանակը։ Այնպես Այս անգամ չեն հասնելու ոչինչի, իրենց նպատակներին ի նկատի ունեմ, սա իրանց համար պատ է լինելու, իրանք այս պատին հարվածելին ու ջարդ ու խուրդ են լինելու, ընկնելու են ներքև, թափվելու են, իրանց փշրանքն է մնալու, իրանց մոտ չի ստացվելու, սա իրանց վերջի ճակատամարտն է, իրանք այս պատերազմը տանուլ են տվել։ Ես համոզված եմ, ես վստահ եմ, նորից եմ կրկնում, 1700-2000-ամյա հայ առաքելական եկեղեցին չի պարտվելու այս պատերազմում, հաղթած է դուրս գալու։ Ես լավատես եմ, ես իրատես եմ ու ես համոզված եմ, որ այդպես է լինելու, այնպես որ կապրենք կտեսնենք, չգիտեմ։ Ծայրագավառ չենք եղել, հիմա ծայրագավառ ենք դարել, ցավոք, սրանց իշխանության օրոք։ Մենք մինչև 2018 թվականը այս տարածաշրջանում գործոն ենք եղել, այս տարածաշրջանում լինելով Արցախ-Հայաստան միությունով, մենք տարածաշրջանում գործոն ենք եղել, այսօր գործիք ենք դարել։ Հիմա ենք դարել ծայրագավառ։ Այն ժամանակ մեր հետ հաշվի էին նստում, այսօր մեզ շատ կներեք, էլի չեմ ուզում այդ խոսքը ասեմ, բանի տեղ չեն դնում։ Այսօր մեզ դրել են սեղանի մենյուի մեջ, առանց մեզ բանակցում են, առանց մեզ որոշումներ են ընդունում,
մեր հակառակորդները, մեր թշնամիները ինչ թելադրում են, սա կատարում է, ասեք մի բան, որ չի կատարել։ Պահանջեց Աղարատ Սարից հրաժարվել, այս մարդը հրաժարվեց Աղարատ Սարից։ Պահանջեցին ցեղասպանությունը ուրանալ, այս մարդիկ ուրացան ցեղասպանությունը։ Պահանջեցին սահմանադրությունը փոխել, այս մարդը դրել է սահմանադրությունը փոխելու հարցը։ Պահանջեցին բանակը չվերազինել, այս մարդը տեսնում ենք, բանակը թույլատնում է գնալով, դարձնելով արդեն ծառայությունը 1.5 տարի։ Որ մի պահանջը չի կատարել։ Ինչ պահանջ արվել է, ինչ պահանջեց, որ Ալիևը պահանջեց, որ Նիկոլ Փաշինյանը ոնց որ ասել էր Արցախը Հայաստանը եւ վերջ, հիմա էլ ասի Արցախը Ադրբեջանը եւ վերջ, այո, այդ մարդը հայտարարեց, որ ճանաչում եմ ես Ադրբեջանի կազմում Արցախ, Ղարաբաղը, Արցախ էլ վախենում են ասեն։ Հանկարծ կարող է Ալիևը մատ թափտավրները, որ մի հատ էլ պատահաբար ԿՊԱ-ականները Արցախ են ասում, 10 անգամ հետևից Ղարաբաղ են ասում։ Սրանք էս են։ Մենք ծայրագավառ չենք եղել, մենք ծայրագավառ դարել ենք հիմա։ Շատ կներեք, ես դրանց բառապաշարը, դրանց բառակույտը չեմ ուզում օգտագործեմ, բայց որ ասել եք, տենց պատասխանեմ։ Եվ հիմա գալու նաև արդեն իսկ քաղաքային խնդիրների խայտարարություններ, հա, սկսենք փոսերի խնդրից, վերջերս նաև տաքսու վարորդներն էին բողոքի ակցիա անում, պետք է խնդրել մի փոքր մանրամասն ներկայացնեք ինչն է բողոքի պահանջը եւ ինչ են առաջիկայում իրենք նախատեսում անել, խնդրեմ։ Ուրեմն տեսեք, այս մարդիկ կոնկրետ տաքսու վարորդները բոլոր ծառայությունների նկատի ունեն ոչ միայն Yandex-ի, Հայաստանում մոտավորապես 100-120 հազար հոգի տաքսի է վարում, ու այս մարդիկ գրանցված աշխատողներ չեն։ Այս մարդիկ չեն օգտվում այն նույն պայմաններից, ով որ օգտվում է, ասենք, այլտեղ աշխատելով, ու ասենք առողջապահության ապահովագրությունից կլինի, կենսաթոշակային ֆոնդից կլինի, այս մարդիկ հարկ են վճարում, բայց այդ ծառայություններից չեն կարողանում օգտվել, այսինքն որ գնան հիվանդանոց, իրանք ապահովագրությունից չեն կարող օգտվել։ Կենսաթոշակայինին գումար չի գնում իրանց։ Հիմա այս բացի դա, ուրեմն իրանց տոկոսադրույքը այդ ծառայությանը վճարվող Yandex-ին այս պարագայում ասենք, լավ, Yandex-ին վճարվող տոկոսադրույքը աստղաբաշխական թվեր են 23-ից մինչև 34%։ Հիշեցնեմ մեր ժողովրդին, որ երբ որ Yandex-ը 10 տարի առաջ սկսեց այստեղ իր ծառայությունը, այդ մարդկանց վարորդների համար ոչ միայն ցածր էր տոկոսադրույքը, այլ որոշակի դեպքերում վարորդները հենց իրանք են ասում, որ Yandex-ն էր գումար տալիս, որպեսզի գրանցվեն եւ վարորդ աշխատեն։ Այն ժամանակ մարդկան շահագրգռել է, գրանցել է, աշխատել են, դրանից հետո կամաց տոկոսները բարձրացրել է։ Այսօր հասել է նրան, որ միայն Yandex-ը վարորդներից տանում է 17%, եւ նայած բացի տանում են ուրեմն տաքսու պարկերը 4-5%, հարկ են վճարում այս մարդիկ 4-5%, այս մարդկանց պահանջը տոկոսադրույքի նվազեցնում է նաեւ, ու իրանք դիմել էին Մեսրոպ Մանուկյանին, դիմել էին Արշակ Սարգսյանին, դիմել էին ինձ եւ հավաք կազմակերպվեց ուրեմն Դալմայի ետևը Կիրակի օրը պայմանավորվեցինք, որ վաղը չեմիսօրը չորեքշաբթի օրը ժամը 3-ից 5-ի հատվածում Բրազիլիայի հրապարակում, դա Հրազդան ստադիոնի մոտի այդ հրապարակն է, լինելու ենք այնտեղ, մենք բերելու ենք դիմումի ձև, որի տակ գալու են վարորդները ստորագրեն, որը տրվելու է կառավարությանը, կառավարությունից պատասխան լինելու դեպքում հաջորդիվ լինելու են քայլեր, այսինքն մենք տանելու ենք նրան, որ այս մարդկանց հարցը լուծվի, օրենսդրական մակարդակում լուծվի, ազգային ժողովի մակարդակում այս մարդկանց հարցը լուծվի, պետք է օրենքի մակարդակով այս մարդկանց հարցին լուծում տրվի, այսինքն տոկոսադրույքը նվազեցվի 1, այս մարդկանց գրանցման հարցը լուծվի 2, կարևորը լուծվի եւ որպեսզի կարողանան այս մարդիկ ցածր հարկ վճարեն եւ իրենց վճարած հարկերից իրենց առողջապահության եւ իրենց ուրեմն կենսաթոշակի համար գումար հատկացվի։ Այնպես որ կոչ եմ անում վարորդներին, տաքսու վարորդներին, դա կլինի Երևանում աշխատող տաքսու վարորդները, կլինեն մարզերում աշխատող տաքսու վարորդները, չորեքշաբթի օրը ամսի 18-ին 1 ժամ ժամանակ գտեք, կես ժամ ժամանակ գտեք, եկեք ուրեմն Երևան, եթե շրջաներից եք, եթե Երևանում եք, ուղղակի անցեք Հրազդան ստադիոնի մոտի հրապարակով, այնտեղ ենք լինելու, դրված ալինելու թուղթը, դիմումը, գաք կարդաք, ծանոթանաք, ցանկանաք մասնակցել, ստորագրելու եք ուղղակի ձեր անունից, ձեր անվան դիմաց, որպեսզի այս փաստաթուղթը, այդ դիմումը ձեր ստորագրություններով հանձնվի կառավարություն։ Եվ հետագայում այնտեղ նաև կասենք, թե հետագայում ինչ ենք անելու հաջորդիվ։
Ճիշտ է, երեք ասել ենք հավաքի ժամանակ, բայց այդտեղ էլ կծանոթացնենք, կասենք։ Նաև այդ տեսանյութը կա մեր Facebook-յան էջերում, կարող եք նաև տեսնել, թե ինչ ենք պայմանավորվել վարորդների հետ, ահագին վարորդներ էին եկել եւ վաղը պայմանավորել ենք, վաղը չեմ իսօրը, չորեքշաբթի, որ շատ ավելի վարորդներ են գալու, որպեսզի շատ ավելի մեծ ստորագրություններով այդ փաստաթուղթը հանձնվի կառավարություն։ Այս մարդկանց հարցը պետքա լուծվի։ Ասֆալտին գանք, հա, Ավինյանը վերջերս ԿՊ-ի այդ քրեակությունից հետո դուրս էր եկել, դրանց հրճվանքով ասում նախկիներից մնացած ասֆալտը ինչ ունեք իրեն պատասխանելու եւ վստահ եմ նաեւ շատ վարորդներ ձեզ էլ են դիմում, ասում են ամենավերջին բառապաշտարով են խոսում այս քաղաքային իշխանության հասցեին, հաշվի առնելով թե մեքենաների ինչ ջարդուփշուր են կարելի ասել լինում խոսերի հետևանքով։ Եթե վարորդների բառապաշարը փոխանցեմ այստեղ մեր հայրենակիցներին, գիտեք, շատ կներեք էլի, եկեք մի հատը փոխանցեմ, մի հատ ասեմ, ասում են, այդ համբալին ասեք, բերի ես ասֆալտը անի, դա իմ խոսքերը չեն, դա վարորդների խոսքերն են, ես չէի ուզի սա օգտագործեի, հիմա ասում է դա նախկինների ասֆալտն է, ուրեմն նախկինների ասֆալտը այնքան է մնացել, որ 8 տարի դուք իշխանության եք 8 տարի հետո նոր քանդվել, բա դուք էլ անենց ասֆալտ արեք, որ գոնե 8 ամիս իմանա, ուրեմն անցած տարվա երկրորդ կեսին ասֆալտ են արել, աշնանը ասֆալտ են արել, որը պետքա մի քանի տարի դիմանա, մի քանի ամիս է դիմացել, 8 ամիս է չի դիմացել, հալելա ձյան հետ գնացել, պատճառը էլ ուրեմն ձյունն է աննախադեպ եկած, էլ աննախադեպ ցանած աղն է, բայց իրանք չեն, իրանք մեղավոր չեն։ Ուրեմն աշխատանք են հանձնարարում շինարարին, հետևողական չեն լինում գնան այդ աշխատանքի հետևից, տենան այդ աշխատանքը ոնց է կատարվել։ Հույսները դրել են ուրեմն տեղ հսկողի վրա, տեղ հսկողը ուրեմն շինարարի հետ միասին մրցույթ է շահում։ Տեղ հսկողի շահած մրցույթը կոպեկներ արժին, ուրեմն 40-50-60 հազար դրամով մրցույթ են շահում։ Այսինքն այս մարդիկ պետք է այդ 40-50-60 հազար դրամով ամիսներով գնան վերահսկեն այդ ասֆալտի շինարարությունը կամ այդ ասֆալտապատումը։ Պարզա որ չեն գնա, պարզա որ իրանք դրա տակ կոռուպցիա կա թաքնված, պարզա որ իրանք ստորագրություն են վաճառում դրանով, կամ վաճառելու։ Պետքա եւ վարչական շրջանների համապատասխան բաժինները եւ քաղաքապետարանի համապատասխան բաժինը, այս պարագայում շին բարեկարգման բաժինը գնան եւ ասֆալտապատման ընթացքում ստուգեն անընդհատ ստուգեն թե ոնց է ասֆալտը արվում, վերջում էլ իրանք ստուգեն թե ասֆալտը ոնց է արվել, նոր այդ շինարարությունը կամ այդ ասֆալտապատումը ընդունեն կամ չընդունեն։ Եվ վերջում էլ պատասխանատվության ենթարկեն թե շինարարին, թե այդտեղ զննողին, որ ասեն այդտեղ հսկող դու ոնց ես էսի վերցրել, ոնց ես էսի ընդունել, ոնց ես ստորագրել սրա տակ, արի այդ այնց է պատասխան տու։ Այսենց են իրանք վերահսկում իրանց հանձնարարականները։ Ուրեմն դուք ցույց տվեք, ես չպտտվեմ, ես ասեմ ոնց ենք։ Այն ուզումով փոխհարությունները, սա իհարկե ոչ երկարաժամկետ է, սակայն այս ընթացքում տեսնեք ինչ ինչ փոս է վերացնելու համար սա ժամանակավոր է մինչև հասնենք իրական փոսային լուծումներին եւ այսպես քաղաքի բոլոր վարչական շրջաններում ներկա պահին հենց այս պահին իրականացվում են փոսալցման եւ ասֆալտի կտրման աշխատանքներ։ Ուրեմն մի 3-4 օր առաջ 3-4 ասեմ եւ ցույց տվեք 3-4 օր առաջ միտեղ ասֆալտա էլի տենց վիճակ էր նկարահանում արեցինք Արշակ Սարգսյանը նկարահանում արեց հաջորդ օրը բերեցին ավազ լցրեցին այդ փոսերի մեջ մեկ օր հետո այդ ավազը անձրևը քշեց տարավ Հայտարարություն, այս մարդկանց արած աշխատանքի արդյունքն է, այս մարդիկ նորից եմ կրկնում, ոչ հանձնարարական տալ գիտեն, ոչ էլ հանձնարարականին հետևել գիտեն, ոչ հանձնարարականի հետևից գնալ գիտեն, ձեր տված գումարները հարգելի երևանցիներ, որ դուք հարկ եք վճարել, տուրք եք վճարել, որ պետքա ծառայի ձեզ, ձեր համար պետքա այդ գումարը ծառայի, ջրի պես բան հալ է գնացել է կարճ ասած, չգիտեմ, ջուրը անձրև եկեք քշե տարել է Ուրեմն 2025 թվականին 33.5 միլիարդ դրամի գույքը հարկ է վճարվել երևանցիների կողմից։ Ուրեմն 19.5 միլիարդ դրամ վճարվել է անշարժ գույքի համար գույքահարկ, ուրեմն 14 միլիարդ էլ վճարվել է
փոխադրամիջոցների համար գույքահարկ։ Այս գույքահարկը վճարել են մեր հայրենակիցները, որպեսզի իրենց մեքենաները տանեն ջարդեն, պատկերացնում եք այդ փոսերում։ Չի կարա տես բան լինի։ Վարորդը, որ գույքահարկ է վճարում իր մեքենայի համար, վճարում է, որպեսզի իր մեքենան չջարդի Երևանի փողոցներում։ Իսկ ջարդելու դեպքում, որ գնա փոխհատուցում պահանջի, վճարվի։ Ես դեպք գիտեմ, որ քաղաքացին գնացել է դիմի, ասում է գնա փորձաքննություն արա, գնա նկարներ բեր, գնա հիմնավորի ապացուցի, որ սա այդ փոսերից է եղել։ Պատկերացնում եք, այս մարդիկ 33.5 միլիարդ դրամ դեզանից գույքահարկ են հավաքել, դրանից 3 միլիարդը հատկացրել են ասֆալտապատմանը, ասֆալտապատումը ասում են 200,000 քառակուսի իբր ասֆալտապատում իրար։ 200,000 քառակուսի ասֆալտապատումը ձյունը եկեք քշե տարել է։ Պատկերացնում եք սրանց արած ասֆալտը։ Հələ նախիներին է բան են ասում։ Իրանց մեկնաբանելով ձյունը աննախադեպ ձյուն եկավ, այս վերջի 30 տարուց sense ձյուն չեր եկել, էլի։ Sense մենակ իրան ժամանակ կա sense աննախադեպ ձյուն գալի։ Ու sense քշե տարել է։ Ու նախիների ժամանակ էլ բան եք ասում։ Նախիների ասֆալտից է բան է։ Ուրեմն 2000-ական թվականներին, 2003-2007 թվականներին, երբ որ Լինսի հիմնադրամից Երևան քաղաքում ասֆալտապատում արվեց, հիշեցնեմ երևանցիներին, 14 միլիոն դրամի կամ 7 միլիարդ դրամի ասֆալտապատում արվել։ Ուրեմն 700,000 քառակուսի մետրի վրա ասֆալտապատում արվել, բայց արվել է հիմնովին։ Ես մի փողոցի հիշեցնեմ մենակ, կհիշեք երևանցիներ։ Կոմիտասի պողոտան քանդվել է, ու 0-ից սարքվել է, այսինքն այնտեղ կոյուղիները, ջրատարները, կաբելներով այդ կարգի է փողոցները սարքվել։ Եղել է երկրորդ նախագահի օրոք։ Ուրեմն այդ ասֆալտները տարիներով մնում էին։ Այս ասֆալտը որ պետք է տարիներով ծառայեր, չեմ ասում 5 տարի, գոնե 2-3 տարի ծառայեր։ Մի քանի ամիս է ծառայեր։ Սեպտեմբեր-հոկտեմբերի ասֆալտը, արած ասֆալտը, հունվարին արդեն փոսերը լիքներ քաղաքը։ Նոր-նորքի զանգվածում, Գայի պողոտան, արած ասֆալտը, անցած տարի չգիտես խի նորից, ուրեմն տաշեցին, բերեցին նոր ասֆալտ արեցին, այդ նոր ասֆալտը քանդվել է։ Քանդվել է։ Հիմա սա ձեր վճարած հարկեր турքերի, ձեր վճարած գումարի մսկում չի, վատնում չի, էլ չեմ ասում, որ դրա դիմացել իրանք բարձր պարգևատրվում են։ Ես դրա մասին անցած անգամ էստեղ ասել եմ, հիմա էլ նորից կրկնեմ։ Նախատեսած են եղել աննախադեպ 12.5% աշխատավարձային ֆոնդից, ուրեմն պարգևատրում, 19% իրանք պարգևատրել են։ 1 միլիարդ 800 միլիոնի չափով իրանք պարգևատրել են 25 թվականի համար, որ ինչի համար։ Բայց նույն շինարարին, նույն տեղհսկողին եւ նույն քաղաքապետարանի աշխատողներին, ովքեր պատասխանատու են այս աշխատանքների համար, բան չեն ասում։ Բան չեն ասում, որովհետեւ բոլորով իրանք են, իրանց հետ իրար հետ պայմանավորված երևի, բայց ձեզանից այդտենց բարձր հարկեր են քաշում, այս 26 թվականի համար էլ գույքահարկը դարձրել են անշարժ գույքի գույքահարկը, դարձրել են ուրեմն 27 միլիարդ, 26 միլիարդ 753 միլիոն։ Եվ եթե դրան գումարենք եւս 14 միլիարդեր ակնկալում են փոխադրամիջոցներից, ստանում են 40 միլիարդից ավել դրամ գումար, որից 4 միլիարդ են հիմա հատկացրել ասֆալտապատման համար Երևանում, 4 միլիարդ 200 միլիոն։ Բայց փետրվարը արդեն կիսվել է, աշխատանքներ չեն արվել, արած աշխատանքները տանում են հիմիկվանից արդեն սկսած են, տեսանք։ Տանում են ջրափոսերի մեջ այդ ասֆալտի այդ գումարը ավելի ճիշտ ձեր վճարած գումարը, դա կլինի ասֆալտ, թե կլինի ավազ, տանում են նորից ջուրն են լցնում։ Սա է իրականությունը։